Ցուլ կենթանակերպի բացասական հատկությունները։ Ցուլի ուժեղ կողմերը երբեմն նույնքան հեշտությամբ կարող են վերածվել թուլությունների, եթե դուրս գան հավասարակշռությունից։ Ցուլի ամենահաճախ հիշատակվող բացասական գիծը համառությունն է։ Երբ ցուլը որևէ դիրքորոշում է ձևավորում, նրան դժվար է համոզել փոխել կարծիքը, նույնիսկ եթե փաստերը խոսում են այլ բան։ Այս հատկանիշը կարող է հանգեցնել կոնֆլիկտների հարաբերություններում եւ աշխատանքի մեջ, քանի որ ցուլը հաճախ մերժում է այլընտրանքային մոտեցումները, պարզապես չցանկանալով դուրս գալ իր հարմարավետ գոտուց։ Փոփոխություններին դիմակայերը ևս ցուլի թույլ կողմերից է։ Նա նախընտրում է կանխատեսելիություն եւ հաստատուն ռեժիմ, եւ ցանկացած ասպասելի փոփոխություն կարող է առաջացնել անհանգստություն կամ դիմադրություն։ Նոր պայմաններին հարմարվելու փոխարեն ցուլը հաճախ փորձում է պահել հին կարգը, նույնիսկ այն դեպքում, երբ դա այլևս արդյունավետ չէ։ Ցուլը կարող է նաև հակված լինել չափից դուրս զգույշ լինելու։ Վախենալով կորցնել այն, ինչ արդեն ունի, նա երբեմն բաց է թողնում աճի եւ զարգացման հնարավորությունները։ Այս զգուշավորությունը կարող է դրսևորվել ֆինանսական, մասնագիտական կամ անձնական որոշումների մեջ, սահմանափակելով առաջընթացը։ Նյութական կողմի նկատմամբ ուժեղ կապվածությունը ևս կարող է խնդիր դառնալ։ Ցուլը սիրում է հարմարավետություն, որակ եւ ապահովություն, սակայն երբեմն այդ սերը վերածվում է չափազանց նյութապաշտ մտածելակերպի։ Այդ դեպքում արժեքները կարող են շեղվել, եւ մարդը սկսում է իր կամ ուրիշների արժեքը չափել ունեցվածքով կամ ֆինանսական հաջողությամբ։ Զգայական հաճույքների նկատմամբ սերն ունի նաեւ հակառակ կողմ։ Ցուլը կարող է դժվարությամբ հրաժարվել հաճույք պատճառող սովորություններից, լինի դա սնունդը, հանգիստը կամ հարմարավետությունը։ Սա երբեմն հանգեցնում է ծուլության, ինքնակարգապահության պակասի կամ առողջությանը վնասող վարքագծի։ Էմոցիոնալ առումով ցուլը հաճախ պահում է զգացմունքները իր ներսում։ Նա հազվադեպ է բացահայտում դժգոհությունը կամ վիրավորվածը, սակայն դա չի նշանակում, որ դրանք անհետանում են։ Կուտակված զգացմունքները կարող են հանկարծակի պայթել, վերածվելով ուժեղ բարկության կամ սառը հեռացման։ Ցուլի մեկ այլ խնդիր կարող է լինել սեփականության զգացողությունը հարաբերություններում։ Երբ նա կապված է որևէ մեկի կամ ինչ-որ բանի, նա կարող է դրսևորել վերահսկող վարքագիծ կամ խանդ, նույնիսկ առանց իրական պատճառի։ Սա կարող է ծանրաբեռնել հարաբերությունները եւ ստեղծել լարված մթնոլորտ։ Վերջապես ցուլը կարող է երբեմն չափից երկար մնալ անհաջող իրավիճակներում։ Վախենալով կորցնել ներդրած ջանքերը կամ արդեն կառուցվածը, նա շարունակել է պահել այն, ինչը վաղուց չի ծառայում իր հրաշքությանը կամ զարգացմանը։